Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դե որ ասեմ խելքին մոտիկ որոշումը իհարկե սխալ է, մարդիկ գալիս են մասիվ, չգիտեմ, ավելի հեռու տեղերից գնում են աշխատանքի, չգիտեմ ինչի նման է դա լինելու։ Փոխանակ կարողանան ավելի խելացի լուծում գտնել, այդ տեսակ թերի բաներ են անում։ Հիմա դուք չգիտեմ որտեղ եք ապրում, ասենք Կոմիտասում։ Կոմիտասից դուք աշխատում եք կինոմոսկվայի մոտ, ինչ-որ տեղ, ոնց եք գնալու։ Տրանսպորտների վիճակն էլ գիտեք ոնց է։ Так что այսքանը կար։ Դե իհարկե դա չի կարելի ասել գաղափար է, թե ինչ-որ իդեա ֆիքս։ Իսկ ձեր կարծիքով նման քայլը կօգնի, որ Երևանում օրինակ օդի աղտոտվածությունը ավելի նվազ լինի։ Աջիկ ջան, դուք ջահել եք, չեք հիշի, ուրեմն մի 10-15 տարի առաջ կինոնայերի մոտ ուրեմն բան կա, ջուր են նրա բանանում, ջրցան մեքենաներ կային։ Առավոտը շուտ եւ մեկ էլ ուշ գիշեր դրանք ջրում են եւ փոշիներ վերանում։ Եվ հիմա տեսեք գազոնների մեծ մասը չորացած բան եւ գազոններն էին ուրեմն ջրվում։ Այդ տեսակ այսօր Երևանը իր աղտոտվածության աստիճանով Դելիից հետո երկրորդն է։ Ես Դելիում եղել եմ, աշխատել եմ itagdali։ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որը ունի մեծ քանակությամբ եւ խմելու եւ ոռոգման ջուր։ Պետք է ամեն ինչը խելացիորեն անել։ Ես էլ շատ բաներից չեմ հասկանում, բայց եթե հանկարծ ասենք մի բան չեմ մանում, ջիներս չի ընկնում, հետաքրքրում են, եթե տվյալ ասենք ֆակուլտետի դեկանը բանը տեղում չեն լինում կամ բան, հարցում են ովքեր են լավագույն ուսանողները, գնում եմ իրանցից եմ հարցնում, համ ես խայտարակ չեմ լինում, համ գործը չի տուժվում։ Մասել մտածելու բան է, իսկ մտածելու համար պետք է ուղեղ ունենալ, իսկ ուղեղ ունենալ համար պետք է ուղեղը աշխատացնել, մենակ փողը չի որ որոշում է։ Ալեքսանդր Մակեդոնացին, որ մահացել, ասել է ինձ ցենց կթաղրեք, որ տեսնեն հետս ոչ մի բան չեմ աշխարհում։ Այսքանը կարող եմ ասել։